Ես դիմում եմ նաև այն սրբազաններին, որոնք որ այսօր հրապարակային դուրս են եկել այսօրվա եկեղեցական իշխանության դեմ։ Հարգելի սրբազաններ, այն ինչ որ ձեզ ներկայացվում է իշխանության կողմից, ձեզ օգտագործում են որպես գործիք։ Ես խնդրում եմ, մի ենթարկվեք, մի կատարեք այդ բաները։ Անգամ նույնիսկ եթե խնդիր կա եկեղեցի ներսում, դա եկեղեցի ներսում լուծվող հարցեր են։ Դրանք չեն կարող քաղաքական իշխանության կամ նույնիսկ քաղաքական ընդդիմության համար դառնան գործիքներ։ Դուք մի դարձեք այդ խաղի մասը։ Դուք եթե իսկապես այն ինչ որ դուք ասում եք, հավատարիմ եք հայ եկեղեցուն, երբեք հայոց պատմության մեջ չի եղել, որ հայ եկեղեցու ներքին հարցերը փորձեն լուծել քաղաքական իշխանության միջոցով, եթե անձնական նպատակներ չեն հետապնդում։ Անկամ նույնիսկ եթե ձեր հոգևոր եղբայրներից նեղված եք, նեղացած եք, այդ խնդիրները լուծեք ներսում, մի պառակտեք եկեղեցին։ Դե պարզ է, չէ, պարզից էլ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի նպատակը ոչ միայն եկեղեցում իշխանափոխություն իրականացնելն է, այլ նաև հայ առաքելական սուրբ եկեղեցի դավանող արժեքները վերացնելը, վերափոխելը, աղանդավորությունը ներթափանցել հայ եկեղեցու ներսում արդեն։ Ինչպես որ դա հաջողվել է շատ այլ երկրներում, քրիստոնեական տարբեր եկեղեցիների պայմաններում, եւ այդ երկրներում պարզապես հոգևոր պաշտպանվածությունը ստորադասվել է օրվա նյութական արժեքների։